Փոխում է ռազմավարությունը Կիևը, ճակատային գծով չսահմանափակվելով ուկրաինական ուժերը վերջին օրերին Ռուսաստանի խորքում ակտիվորեն թիրախավորում են ռազմավարական կարևոր ենթակառուցվածքներ։ Փորձագետները նկատում են, երկու կարևոր առաքելություն ունի Ուկրաինան՝ նվազեցնել Ռուսաստանի ռազմաօդային գերազանցությունը, ոչնչացնել ռազմամթերքի մատակարարման ուղիները։ Երեքշաբթի Ուկրաինայի անվտանգության ծառայությունը հայտարարեց, որ 1100 կիլոգրամ պայթուցիկ նյութերով վնասել են Կերչի կամուրջը, խաթարելով Ռուսաստանի մատակարարման ուղին։ Այս կամուրջն է միացնում Ղրիմը Ռուսաստանի մայրցամաքային մասին։ Ուկրաինան, այսպես ասած, ծովային դրոններով է կամրջի աջ հատվածը լրջորեն վնասել։ Հաղորդակցությունը ժամանակավոր դադարեցվել է։ Սարդոստային գործողությունը, որ Կիևը սկսել է 4 օր առաջ, ակտիվորեն ընթանում է։ Կուրսկ, Բելգորոդ, Էնգելս, Աղցյուբինսկ գրեթե 80 անօդաչու սարք են ուղարկել ուկրաինացիները։ Կիևը փորձում է այդ ուղղություններում ոչնչացնել ռուսական ռազմաօդային բազաները, ռադարները, ավիացիոն ենթակառուցվածքները։ Սարդոստային գործողության ընթացքում առնվազն 40 ռուսական ռազմական ուղղաթիռ են շարքից անել ուկրաինացիները, վնասել վառելիքի պահեստներ։ Ըստ որոշ միջազգային փորձագետների, սա խորքային ամենախոշոր հարձակումն է եղել Ուկրաինայի կողմից պատերազմը սկսվելուց ի վեր։